Կարմիր են Ստամբուլի փողոցները։ Թուրքական դրոշներով ցուցարարները արդեն 11-րդ օրն է չեն հանդարտվում։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի ձերբակալությունից ժամեր անց սկսված անհնազանդության ակցիաները վերածվել են Էրդողանի իշխանության դեմ զանգվածային ցույցերի։ Սա արդեն Էքրեմ Իմամօղլուի հարցը չէ։ Սա իրավունքների, օրենքի եւ արդարության հարց է։ Այսուհետև մենք պայքարելու ենք հանուն օրենքի եւ արդարության։ Ոչ ոք չի վախենում այս հրապարակում։ Ստամբուլի պատմական Սարաչանե թղամասի հրապարակի գլխավոր հարթակում ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդներն են։ Օզգյուր Օզելը ասում է, Թուրքիայի բոլոր քաղաքացիների աջակցությունն է պետք Թուրքիայի ապագայի համար պայքարում։ Ամբողջ Ստամբուլից 100,000-ավոր մարդիկ ոտքով են եկել Սարաչանեի հրապարակ, իրենց սրտերով քանդելու բոլոր բարիկադները, ոչ մեկի չվնասելով։ Նրանք եկել են հայտարարելու Թուրքիայի ապագայի, Ստամբուլի ապագայի հանդեպ իրենց արդարացի իրավունքի մասին։ Բելլա Չաուն, իտալական հակաֆաշիստական երգը Նիդերլանդների Էնդհոֆեն քաղաքում թուրքերն են երգում, արդարություն պահանջում, Աթաթուրքի նկարները պարզած։ Ստամբուլից բողոքի ալիքը թուրքական սփյուռքին է հասել։ Çok şeyler kötüye gidiyor. Ամբողջ աշխարհը առաջ է գնում, մենք հետ։ Ես այստեղ եմ, որ ասեմ հերիք է, կանգ առեք։ Նիդերլանդների 400,000-անոց թուրքական համայնքում բոլորը չէ, որ Իմամօղլուի կողմնակիցն են, բայց արդեն նաև Էրդողանին տանել չեն կարողանում։ Օտար երկրներում ամաչում են թուրքերը սեփական կառավարության համար։ Թուրքիայում այլևս չկա օրենք հասկացություն։ Իմամօղլուի ձերբակալությունը համբերության բաժակի վերջին կաթիլն էր։ Այստեղ ոչ բոլոր մարդիկ են աջակցում Իմամօղլուին, բայց նրանք աջակցում են Թուրքիայում արդարության փնտրտուքին։ Իմամօղլուն Էրդողանին մեղադրել է Թուրքիան վախի հանրապետության վերածելու համար։ Նյու Յորք Թայմսում հրապարակված հոդվածում ընդդիմադիր քաղաքական գործիչը նաև միջազգային հանրությանն է քննադատել խլացուցիչ լռության համար։ Աշխարհի խլացուցիչ լռությունը Էրդողանը մի քանի տասնյակ հեռախոսազանգերով է խախտել, Սիրիայից Ուկրաինա համաշխարհային հարցեր է քննարկում եւ իր արդարամիտ միջնորդությունը առաջարկում։ Ձեր աղվեսը հոտարությունն է կորցրել, թե ավելի մեծ որսի համար է ծուղակ լարում։ Դեռ պարզ չէ։ Ծովինար Բարխուդարյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։